Մենք ապրում ենք ամեն ինչ գլխիվայր շուռ եկած իրականության մեջ։ Երկրի վարչապետ աշխատողը բացահայտ է տալիս ապօրինի հրահանգները։ Հայտարարում է հեծը Սամվել Կարապետյանից խլելու մասին։ Պատահաբար անջատվում են կառավարության լույսերը, նիստի ժամանակ ազգային ժողովի դահլիճի լույսերը, բայց միկրոֆոնները էլի պատահաբար մնում են միացված։ Նիկոլը գնում է ինչ-որ շնորհանդեսի ու էլի պատահաբար լույսերը անջատվում են ու խնդրեմ, հեծի խլման որոշումը պատրաստ է։ Սկսում են գործընթաց ու ընթացքում ման են գալիս հիմքեր։ Չեն գտնում, բայց մեկ է անում են։ Նիկոլ Փաշինյանը կատաղության պահին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ պետք է քրգործառուցվի Սերան Օհանյանի Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Ու մեկ է մի շաբաթից դատախազը միջնորդությամբ մտնում է ազգային ժողով։ Նիկոլը գրում է. «Հեսա ես իմ ձևով կմիջամտեմ» ու կալանավորում եմ բարերար Սամվել Կարապետյանին։ Նա ցանկանում է, որ ունենանք քաղբանտարկյալներ, դատարանը այդ ցանկությունը բավարարում է անշեղորեն։ Այդ առաջ էր, որ հեռախոսով էր ապօրինի հրահանգներ տալիս ԱԱԾՀԿՑ տնօրեններին ու մյուսներին։ Հիմա հրահանգների մի մասը արդեն բացահայտ են, ու դե պատկերացրեք, թե թաքուն ինչ հրահանգներ կտա։